Տիկին Մանասյան, խնդրում եմ վեդի դեպքերի մասին խոսեք, մասնավորապես սրա մասին, որ փաստորեն է դեպք տեղի ունեցել փետրվարին, ոստիկանությունն ասում է, որ իրենք օպերատիվ ընթացք են տվել եւ ստացվում է, որ գործը քննչականում մնացել է, այդպես է ստացվում իրենց հայտարարություններից եւ փաստորեն այդ մարդիկ ենթադրյալ մանկապղծության համար մեղադրվող ենթադրյալ հանցագործները այդ ընթացքում ազատության մեջ են եղել եւ շարունակել են իրենց գործը։ Դուք այս մասով ինչ ունեք ասելու իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված։ Նկատել եք, որ դրանք թերացել են եւ դա ունեցել է հետևանքներ։ Նախ դրա մասին մի հարցել ունեմ արդեն քննչականի հայտարարության հետ կապված։ Եթե դեմ չեք տարբեր պետական մարմինների աշխատանքների հետ կապված հարցին, ես մի փոքր ավելի ուշ պատասխանեմ, որովհետեւ մենք իրենցից առնվազն հաղորդակցության արդյունքում մի փոքր այլ տեղեկատվություն ենք ստացել եւ ես գրավոր բարձաբանումներ եմ ուզել, որպեսզի մենք հասկանանք, թե ընդհանուր առմամբ ինչպես են համադրվում, ստացված տեղեկությունները եւ դրա մասին այդ ժամանակ բնականաբար ես ինքս հնարավորություն կունենամ խոսելու։ Միայն կարևոր մի բանի մասին պարտադիր կուզենամ շեշտադրում անել այս պահին էլ, ես ազգային ժողովում էլ խոսեցի այն մասին, որ բազմիցս եմ բարձրաձայնել այն հարցերը, որոնք վերաբերում են ընդհանրապես Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության, բայց մասնավորապես սեռական բռնությունների կանխարգելման եւ հասցեավորման հետ կապված հարցերին։ Ես միանշանակ համարում եմ, որ թե կանխարգելման, թե հասցեավորման մեխանիզմները իհարկե տարիների կտրվածքով որոշակի զարգացում ապրել են, բայց բավարար չեն եւ այս առումով բազմաթիվ խնդիրներ են առկա, սկսած կանխարգելման մեխանիզմներից այն առումով այն մարմինները օրինակ, որոնք որևէ դերակատարություն ունեն հարցերի հետ կապված կլինեն, դրանք խնամակալության եւ հոգաբարձության մարմիններ կամ մի շարք այլ մարմիններ, դրանց արդյունավետությունը ըստ էության մենք որպես այդպիսին չենք տեսնում եւ նաեւ հասցեավորման ընթացքում էլ շատ մարմիններ այն հիմնական առանձնահատկությունները չեն պատկերացնում այս գործերի քննության, որ պիտի դեպքերին վերաբերելի լինի եւ այդ գործերի քննությանը վերաբերելի լինի։ Այս առումով հիմնական հարցը այն է, որ չնայած այո անհատական մակարդակում կան բազմաթիվ մասնագետներ, ովքեր շատ լավ են աշխատում եւ շատ լավ գիտելիքներ ունեն, բայց համակարգային տեսանկյունից սա շատ լուրջ համակարգային խնդիր է մնում, ինչը իմ կարծիքով ամենավտանգավոր հարցն է, որը կարող է այս առումով առկա լինել։ Այս վտանգավորը նա չէ, որ փաստորեն ձեզ համար տարակուսելի չէ, ինչպես են այդ մարդիկ ազատության մեջ եղել եւ շարունակել այդ գործը եւ ինչպես բոլորս տեսանք, փաստորեն Սյուզի Բադոյանի համառության հետեւողական աշխատանքի արդյունքում դաղմուկ ստացավ։ Քննչականի աշխատանքը ինչպես է գնահատում, որ դրանց չեն ազատությունից եկել։ Բայց ազատությունից չեն եկել։ Ես նույնիսկ եմ կրկնում, եթե դեմ չեք, մենք պաշտոնապես ստանանք պատասխանը, որպեսզի ես հիմա անվստահելի կամ անարժանահավատ որևէ տեղեկատվության հիման վրա եզրահանգումներ ու դիրքորոշում չձևավորեմ։ Բայց մի կարևոր հանգամանք բազմիցս ենք խոսում այն մասին, որ միայն ազատազրկումը չէ, որ որևէ հարցի հետ կապված հիմնական լուծումը պետք է լինի։ Ես այստեղ շատ ավելի համակարգային խնդիրներ եմ ինքս տեսնում, հետեւաբար մի շարք այլ հարցերի անդրադարձի կարիք եմ տեսնում եւ երկրորդը կարծում եմ այս դեպքով նաեւ իմ ունեցած տեղեկություններով համենայն դեպս նաեւ ուսուցչական անձնակազմի դերակատարությունն է շատ կարեւոր եղել դեպքը համենայն դեպս հասցեավորելու առումով սա իհարկե չափազանց կարեւոր է, բայց կարևորում եք դերը, որ դրանք բարձել են, դիմել են ոստիկանություն, իհարկե բարձելիության տեսանկյունից, որովհետեւ մինչ այդ տեղեկատվությունը դարձյալ չունեմ, նորից եմ կրկնում կանխարգելման տեսանկյունից ես համարում եմ, որ մեր մեխանիզմները բավարար չեն միանշանակ, որովհետեւ հաստատ պրոֆեսիոնալ չեն այն առումով, որ չեն տիրապետում մի շարք հմտությունների, օրինակ ես ազգային ժողովում ընդհանրապես մի քանի րոպե առաջ ներկայացնում էի նույն սեռական բռնության ճանաչելիության հետ կապված տարբեր հարցեր։ Շատ դեպքերում ուղղակի մարդիկ եւ անկեղծ են շատ այդ առումով լինում։ Կարող են հարց բարձրացնել այն մասին, որ դե մի հպում էր ընդհանրապես տեղի ունեցել, որևէ բան տեղի չէր ունեցել եւ այլն, այսինքն բռնությունը պիտի կարողանան ճանաչել, պիտի չլռեն, հասցեավորեն դա։ Տնօրենը ասում է, որ փետրվարից դեպքը որ տեղի ունեցել են կասկածել են, դիմել են ոստիկանություն, ոստիկանությունը եկել է հարցաքննել, հետո այդ մարդը ազատության մեջ է եղել եւ ասել է մենք փաստական տվյալներ չենք հայտնաբերել եւ այդ մարդը շարունակել է նույն իր անառակաբարո գործողությունները եւ բացի այդ փաստացի այս գործը այսպես ընթացք չի ստացել։ Ըստ էության վարույթ է եղել գործով եւ վարույթը կարճված չի եղել եւ այս առումով ամենակարևոր բանին նորից անդրադառնամ, շատ դեպքերում այս գործերի քննության առանձնահատկությունները չեն պատկերացնում եւ պարզապես գործի քննությունը իրականացնում են նույն ձևաչափով, ինչ օրինակ այլ վարույթի քննություն կիրականացնեին։ Օրինակ, ուղղակի մարդկանց կանչել, տեսնել ինչ տեղեկատվություն են տալիս, թե հասկանալ, տվեց տեղեկատվություն, ասաց, որ դեպք է տեղի ունեցել, շարունակենք, չէ, այլ գործերի պարագայում սա միգուցե կարող է պատշաճ լինել, բայց սեռական բռնության, այն էլ անչափահաս երեխայի, այն էլ նաեւ զարգացման առանձնահատկություններ ունեցող, ես կոնկրետ դեպքով չասեմ, համակարգային ասեմ, եթե տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներ լինեն, իրենց հետ կապված միանշանակ
նշանակե, որ առանձնահատուկ պետք է լինի ապացույցների համադրում իրականացնել եւ փաստացի տվյալներ կունենային, բայց իրենք չեն արել դա եւ շարունակվել է այդ ամեն ինչը մի քանի ամիս շարունակ։ Ստանանք պաշտոնապես նորից եմ կրկնում, հա, ես արդեն համակարգային առումով խնդիրների մասին խոսեցի, ստանանք նոր այս դեպքով ավելի հստակ խոսենք։ Իսկ մյուս դեպքը քննչականը դրա այդ մեծ աղմուկից հետո, որ բարձրացավ ու պարզվեց, որ քննչականը գործին չի տվել այնպիսի օպերատիվություն, որ անհրաժեշտ էր, եւ այդ նրանք մի ծավալուն հաղորդագրություն են տարածում, որտեղ մանրամասն նկարագրում են այդ մարդկանց մտավոր խնդիրների մասին են գրում եւ նախաքննական գաղտնիքներ են հրապարակում։ Դուք այստեղ չեք տեսել, որ խախտվել է եւ քննությունը կարծեմ առերեսման էին տարել առանց փաստաբանի մեկին, կարծեմ։ Դուք այստեղ չեք տեսնում, որ այդ մարդկանց իրավունքները խախտել են, նաեւ այդ նույն քննչական մարմինը իր հայտարարությամբ, իր քննություն ընթանալու կարգով։ Իհարկե պետական մարմինները առաջին հերթին եւ նաեւ մյուս բոլոր դերակատարները, ովքեր հանրային տարբեր հարցերի լուսաբանում են իրականացնում, պետական մարմինները իրենց գործունեությունը լուսաբանելիս, այլ դերակատարները դարձյալ տարբեր լուսաբանումներ իրականացնելիս միանշանակ պետք է նման հարցերի բարեկայում շատ զգայուն լինեն, հատկապես երբ խոսքը ես կարծում եմ, որ միանշանակ այստեղ կա խնդիր եւ միանշանակ պետք է այլ տրամաբանությամբ նույն հաղորդակցություն իհարկե պետք է լինի, բայց պիտի այն այլ տրամաբանությամբ իհարկե լինի զգայունությունը պահելով, ի նկատի ունեմ թե զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ տարբեր զգայուն տվյալները չներկայացնելով հրապարակային անձնական տվյալ է, որովհետեւ եւ շատ ինքը կարող է խոցելի վիճակում դնել մարդուն եւ մի շարք այլ հանգամանքներ։ Նույնը օրինակ լրագրողական լուսաբանումներն էլ շատ կարեւոր են։ Այդ պաշտոնական հաղորդագրության երկու դեպքում էլ խնդիր եք տեսնում, որ այնց հարցաքննության են Ես քննության առումով հիմա որևէ բան չասեմ, որովհետև դա պիտի արձանագրես, որ օրենքի խախտում է եղել, բայց զուտ հաղորդակցության տեսանկյունից նորից շեշտադրեմ, որ պետական մարմինները առաջին հերթին, նաև մյուս մարմինները պետք է կարողանան այդ զգայունությունը եւ նրբանկատությունը պահել, որտեղ այստեղ կարող են բազմաթիվ հարցեր ի հայտ գալ թե անձնական տվյալների պաշտպանության, բայց ավելի մարդկանց խոցելի վիճակում չդնելու հետ կապված։ Պիտի Մանասյան նաև Դավիթ Իշխանյանն է ձեզ դիմել ապօրինի Բաքվի բանտում պահվող, որպեսզի դուք այցելեք եւ ուշադրության կենտրոնում պայքարի խնդիրները, որոնք կան, ասում է, որ ապօրինաբար է քննությունը իրականացվել բազմաթիվ խախտումներով։ Արդյոք հնարավոր է այստեղ հրացնել նախ խնդրում էր հատկապես իհարկե դուք պատասխանեցիք։ Ես պատասխանեցի, բայց այդ հարցին էլի ասում եք հնարավոր չի դա հանել, հա ձեր մանդատի շրջանակում չի, որտեղ խնդրում էր որ այդ ամբողջ նյութերը Ես չեմ ասում հնարավոր չի, այսպես ասեմ, էլի գործիքները մենք ենք ընտրում, թե ինչ տրամաբանությամբ եւ ինչ արդյունավետությամբ հա հնարավորություն կունենանք նպատակին որևէ հասնելու, միանշանակ այս անձանց իրավունքներով իրապես մենք անկախ դիմումներից եւ անկախ մեզ դիմելիության հանգամանքից ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք, հետեւաբար այս դիտանկյունից եթե դեմ չեք հրապարակման ենթակա տեղեկատվության արկայության դեպքում մենք բնականաբար կհրապարակենք, բայց շատ ավելի մանրամասն մենք հրապարակային հանդես ենք եկել, երբ Ռուբեն Վարդանյանի ուղերձին հրապարակային նաեւ Ես այս հարցին պատասխանել եմ Հայաստանի պահվող տարածքներում Ես այս հարցին պատասխանել եմ հրապարակային եղանակով տեքստը եթե նայեք այլ հրապարակման ենթակա այլ հրապարակման վայրերում դուք այդպես եք այո նշում բայց այս դեպքում դուք չել արգելվում չէ որ կարող եք գնալ այսինքն ինչ մտահոգությունը որն է անհանգստությունը գնալու վախ ունեք այնտեղ գնալու ինչն է պատճառը կարծես թե ես գրեթե որևէ բան չկա ինչից վախ ունեմ այդ թվում տարբեր կենթանիներից միջատներից եւ այլն այսինքն վախերի հետ կապված եք չխոսենք որովհետեւ մի քիչ ավելորդ է հատկապես մարդու իրավունքների պաշտպանի պարագայում նորից եմ կրկնում մարդու իրավունքների պաշտպանի պարագայում ընդհանրապես կարիք չկա խոսել վախերի արկայության մասին, որովհետև մարդը երբ ստանձնում է այս առաքելությունը, այսպես ասեմ, դուք չեք պատկերացնում, թե տարբեր ինչ իրավիճակների մեջ ենք մենք լինում, այդ թվում տարբեր վայրերում, որոնք այցելում ենք։ Հետևաբար սրա մասին չենք խոսում, ինչ վերաբերում է հրապարակման ենթակա տեղեկատվությանը, եթե արկա լինի, ես բնականաբար հրապարակման ենթակա տեղեկատվությունը կհրապարակեմ։ Շնորհակալություն։